Հանրապետություն կուսակցության դրական ցուցակի գրանցման հարցն է զեկուցող Տիկին Գրիգորյան, համեցեք Տիկին Գրիգորյան։ Շնորհակալ եմ պարոն Հավակիմյան, սույն թվականի ապրիլի 35 կայացածնիստի ժամանակ ես հայտնել եմ առարկություն Հանրապետության կուսակցության ընտրական ցուցակի 69-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Էդվարդ Ստեփանի Մարգարյանի վերաբերյալ, քանի որ տվյալ քաղաքացու փաստաթղթերից բացակայել է հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը։ Հանրապետության կուսակցությունը տրվել է 48 ժամ բացակայող փաստաթղթը ներկայացնելու համար, 48 ժամը լրացել է 2026 թվականի մայիսի 2-ին ժամը 18:00-ին, տրամադրված ժամկետում օրենքով սահմանված փաստաթղթը չի ներկայացվել եւ ելնելով վերանշվածից ներկայացնում եմ որոշման նախագիծ, համաձայն որի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ Հանրապետություն կուսակցության ընտրական ցուցակի 69-րդ հերթական համարում ընդգրկված Պատգամավորի թեկնածու Էդվարդ Ստեփանի Մարգարյանի գրանցումը ենթակա է մերժման, քանի որ բացակայում է ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 8-րդ կետով նախատեսված փաստաթղթը։ Վերոգրալի հիման վրա եւ ղեկավարվելով ընտրական օրենսգրքի 84-րդ եւ 86-րդ հոդվածների պահանջներով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է. Առաջին, Հանրապետություն կուսակցության ընտրական ցուցակի 69-րդ հերթական համարում ընդգրկված Պատգամավորի թեկնածու Էդվարդ Ստեփանի Մարգարյանի գրանցումը մերժել, երկրորդ, սույն որոշումն ուժի մեջ է մտնում լիստում հրապարակվելու պահից եւ երրորդ, սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան օրացուցայի 3 օրվա ընթացքում։ Հարգելի գործընկերներ, հարցեր կան, առարկության եկալ չկան, դեպքում հիշեցնում եմ, որ Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցում մերժում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի 2/3-ով եւ ընտրական օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Տիկին Գրիգորյանի առարկությունը ներկայացնում եմ քվեարկության ովքեր են կողմ առարկությունը հաստատելու։ Կողմ 6 առարկությունը ընդունված է եւ Հանրապետություն կուսակցության ընտրական ցուցակի 69-րդ հերթական համարում ընդգրկված պատգամավոր թեկնածու Էդվարդ Ստեփանի Մարգարյանի գրանցումը մերժված է։ Շարունակեք Տիկին Գրիգորյան։ Հանրապետության կուսակցության կողմից ներկայացված ամբողջ ընտրական մնացած փաստաթղթերի ուսումնասիրման ժամանակ թերություններ չեն հայտնաբերվել, հենց այդ պատճառով էլ առաջարկում եմ գրանցել Հանրապետություն կուսակցությունը ընտրական ցուցակը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցելու համար։ Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, Հանրապետություն կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հետ կապված կան առարկություններ։ Չկան։ Այդ դեպքում Հանրապետություն կուսակցության ընտրական ցուցակը եւս համարում է գրանցված։